Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր միջազգային փաստաբանից, հայտարարելով, որ Բաքվի դատարանում պաշտպանվելու հնարավորություն պարզապես չկա։ Դրանից օրեր անց Ադրբեջանի իշխանությունները նրա շահերի պաշտպան են նշանակել Էմիլ Բաբաշևին, բացահայտ հայատյացությամբ հայտնի մի անձի, որի հրապարակումները լի են ատելության կոչերով ու վիրավորական նյութերով։ Սա ոչ թե իրավական, այլ քարոզչական գործընթաց է։ Բաքուն գերիների դատավարությունը օգտագործում է Հայաստանի դեմ հոգեբանական եւ քաղաքական ճնշման գործիքի պես։ Վարդանյանը դարձել է այդ գործընթացի հիմնական թիրախը, որպես հայկական ինքնության խորհրդանիշ։ Եթե գերիների հարցը ներառվեր խաղաղության բանակցությունների օրակարգում, այսօր իրավիճակն այլ կլիներ։ Փաստացի, սակայն, այն դուրս է մղվել քաղաքական գործընթացից, եւ Հայաստանի իշխանությունները չեն օգտագործում առկա հնարավորությունները, այդ թվում Թրամփի միջնորդությունը, երբ վերջինս հայտարարել էր, որ պատրաստ է խնդրել Ալիևին ազատել հայ գերիներին։ Բաքվում գերության մեջ շարունակում են մնալ Արցախի նախկին ղեկավարները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանը։ Նրանց բոլորին ներկայացվել են ծանր քաղաքականորեն մոնտաժված մեղադրանքներ։